պատմել եմ, նորից չպատմեմ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Սերգեյ Բագրատյան, հաջորդ հարցը։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի կառավարություն, մեր բազմաթիվ հանդիպումներում քաղաքացիների հնչող ամենաշատ հարցը կենսաթոշակների բարձրացմանն է վերաբերում։ Ցանկանայի, որ դրան ավելացնել նաև նվազագույն աշխատավարձի բարձրացման հարցը եւ կառավարությանը դիմել բարձրաբանելու համար, թե երբ ենք նախատեսում քայլեր ձեռնարկել կամ հաշվարկներ անել նվազագույն աշխատավարձ եւ կենսաթոշակները բարձրացնելու վերաբերյալ։ Շնորհակալ եմ։ Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Բագրատյան։ Վերջերս կառավարության նիստում կամ խորհրդակցության ժամանակ, չգիտեմ, չեմ հիշում որտեղ եմ ասել, ես այդ թեմային անդրադարձել եմ եւ խոսել եմ այն մասին, որ կարծում եմ, որ կենսաթոշակներից անկանխիկ առևտրի դեպքում հետ վճարի համակարգը լավ համակարգ է, աշխատող համակարգ է եւ մենք հետագայում պետք է զարգացնենք այդ համակարգը եւ ես կարծում եմ, որ մեր մոտ մենք պետք է հասկանանք մի շատ բարձ իրողություն։ Մենք ունենք բյուջե։ Տեսեք, հասկանում եք, ընդհանրապես կառավարությունը ոնց է փող գեներացնում, որ վերաբաշխի։ Դրանք վճարված հարկերի ձևով են տեղի ունենում։ Հիմա ամեն անգամ, երբ որ մենք խոսում ենք տարբեր սոցիալական ծրագրերի ուղղությամբ ծախսերը ավելացնելու մասին, մենք պետք է խոսենք եկամուտները նույնպես ավելացնելու մասին։ Որովհետև տեսեք, գնում ենք ստվերի դեմ պայքարում ենք, հիշում եք էլի դուք եք նույն հարցը տվել։ Ասել եք դե մարդը ոսկին չի կարող փաստաթղթավորի։ Այդ ոսկին, որ չի կարող փաստաթղթավորի, այդ նշանակում է մենք էլ թոշակը չենք կարող ավելացնենք, պարոն Բագրատյան։ Ոսկին պետք է փաստաթղթավորի, որ թոշակը ավելացնենք։ Առևտուրը, ասում ենք, դե չի կարողանում, բերեցի ցույց տվեցի, որ մեր առևտուր անող ձեռնարկությունների, որ 65%-ը իրանք տնտեսագիտական ոչ մի հաշվարկով իրանք չպետք է գոյություն ունենան։ Իրանք ասում են, բան մենք ոնց չենք կարող փաստաթղթավորենք եւ այլն եւ այլն։ Իրանք չեն կարող փաստաթղթավորել, մենք չենք կարող թոշակը ավելացնենք։ Մարդը ասում է, վայ մոռացա ՀԴՄ-ն խփեմ։ Ինքը մոռացավ ՀԴՄ խփեմ, մենք առանց մոռանալու հիշում ենք, բայց չենք կարող թոշակը ավելացնենք, որովհետեւ պետք է ասենք, որ ծախսը կրճատենք։ Ուսուցիչների աշխատավարձը ավելացնում ենք։ Ատեստավորման ենք ավելացնում, ու ճիշտ ենք անում, որ ատեստավորման ենք ավելացնում։ Այդ պատմություն զինվորականներին ավելացնում ենք։ Այդ խոսակցությունը մի անգամ ամբիոնից ասեցի, որ ամբողջ պետական համակարգին աշխատավարձից զրկենք, օթերն է փակենք, ձախ ձեռներն է կտրենք, ինչքան պետական պաշտոնյա կա, ասենք դրանից իրադրությունը չի փոխվի։ Ամբողջ պետական համակարգը, եթե աշխատավարձ չստանա, ամբողջ պետական համակարգը, պատկերացրիք, չէ, ով որ պաշտոնյա է կոչվում, միջին բանից կրծեր մարզնագետից սկսած, եթե մենք ոչ մեկին աշխատավարձ չտանք, ոչ մի բան չտանք, սենյակ էլ չտանք, բանն էլ հոսանք էլ չմիացնենք իր կաբինետում, պատուհաններ չունենան այդ շենքերը, աթոռն է տակից անենք։ Մենք կարանք մարդկանց թոշակը բարձրացնենք ամիսը 9000 դրամով, ամիսը կարա թվա թե շատ լավ հայկեք անենք, բայց այդ դեպքում ոչ մի թոշակառու թոշակ չի ստանա ուղղակի, որովհետև այդ պաշտոնյաներն են, որ ապահովում են փողի լավ թե վատ հավաքումը պետական բյուջե եւ այդ փողի բաշխումը 500,000 մարդու մեջ, որը մեկը պատկերացնում է, սա ինձ աշխատանք է, փող հավաքել եւ բաշխել 500,000 մարդու մեջ, ընդ որում դժբախտաբար Աստված բոլորին երկար կյանք տա։ Ամեն ամիս այդ թոշակառուների ցանկում տեղի են ունենում փոփոխություններ, մարդիկ ցավոք սրտի մահանում են։ Նոր մարդիկ են հայտնվում թոշակառուների ցանկում։
Իրանց պետքա թոշակավորել։ Եթե պաշտոնյան է, որ ձեռը կտրել են կատորն տակից անել են, չլինի, այդ մարդը չի կարող թոշակառու մնալ։ Մահացած մարդը չի կարող ցուցակից դուրս գալ եւ կշարունակի այդ թոշակը ինչ որտեղ գնալ։ Կառաջանա չարաշահում եւ այլն եւ այդպես շարունակ։ Ինչ։ Այդ եմ ասում, նոր մարդը չի կարող թոշակավորվել։ Հետևաբար եւ ընդհանրապես սոցիալական հարցերում շատ կարևոր մի հարց կա, մենք պետքա մեր երկրի մոդելը հասկանանք, մենք ինչ մոդել ենք ուզում։ Իմ կարծիքով մոդելը հետևյալն է, որ մենք պետքա աշխատենք արդյունավետ, վաստակենք շատ, որպեսզի շատ ծախսելու հնարավորություն ունենանք։ Դրա համար կառավարությունը թիվ 1, թիվ 2, թիվ 3-ը, որ պետք է անի, ինչն է իմ ընկալմամբ, պետք է մանկապարտեզ կառուցի, դպրոց կառուցի, բուհ ստեղծի, որպեսզի մարդը մանկապարտեզով, դպրոցով, բուհով անցնելու քոլեջներ ստեղծի, այդ ամեն ինչի արդյունքում ոչ թե մտածի, որ ինքը չի կարում ապրի, այլ ինքը աշխատի, ստեղծի, պետությանը հարկեր վճարի, ինքը իրան աջ գրպանից հանի, ձախ գրպան դնի, որպեսզի այդ բոլոր հարցերը կարողանանք լուծենք։ Այստեղ է մոդելը, եւ սա շատ կարևոր եւ սկզբունքային հարց է, որովհետեւ էլի մենք հազար ներողություն, այդ բանը մենք պետք է մի բան հասկանանք։ Մարդը չունի հաց։ Ինչ անենք մենք։ Մարդուն տանք հաց։ Շատ լավ, տվինք հաց։ Հաջորդ օրը գնացինք տենանք ինչ է այդ մարդու վիճակը։ Ինչ է այդ մարդու վիճակը։ Մարդը էլի չունի հաց։ Ինչ անենք բա, էլի տանք հաց։ Շատ լավ, տվինք հաց։ Հաջորդ օրը գնանք տենանք ինչ է իր վիճակը։ Իսկ իր վիճակը նույնն է, էլի չունի հաց։ Ու մենք մեզ դրել ենք այդ ցիկլի մեջ եւ չենք կարողանում այս ցիկլից դուրս գանք։ Եվ պետք է Հայաստանում կառավարություն, խորհրդարանական մեծամասնություն, հանրություն, որ ասի ժողովուրդ հերիք է, եկեք մի հատ կանգնենք, հասկանանք ինչ տիպի երկիր ենք մենք ունենում, ուզում ունենալ։ Այդ որ ասում ենք ապագա կառուցենք, ոնց կառուցենք այս, հələ հասկանանք այսօրը, ես պատասխանատու ասում եմ, Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, ով աղքատության մեջ է, ով կենսամակարդակի խնդիր ունի, ով չի կարողանում ապրի, պետք է հետ գնա իր կրթության որևէ փուլում է այդ պրոբլեմը առաջացել։ Իր կրթության որևէ փուլում այդ պրոբլեմը առաջացել։ Բացառված է, չկա այն բաները, մյուս օբյեկտիվ պատճառները, կարա մարդը առողջական խնդիրների բախված լինի, Աստված չանի վթարի ենթարկված լինի, որը իր բան, բայց մնացած այն դեպքը կախված է նրանից։ Այս ուղերձը շատ կարևոր է։ Մարդկանց դուր չի գալիս եւ դուր չի գալու սա հակադարձվելու է հայհոյանքով, բայց մենք պետք է ասենք այս ճիշտ, ով չի կարողանում այսօր Հայաստանի Հանրապետությունում, ով չի կարողանում վաստակի, շատ թե քիչ չեմ ասում բաներ լինի, միլիոնատեր լինի, բայց ով չի կարողանում իր նվազագույն կենսամակարդակը ապահովի, պետք է հետ գնա եւ տեսնի իր կրթության, որ փուլում այդ պրոբլեմը առաջացել։ Ուրիշ տեղ չի առաջացել։ Դա առաջացել է դպրոցում։ Ես դրա համար եմ, որ այսօր գնում եմ դպրոցի բացման, ես մի ուղերձ եմ տալիս, ասում եմ դպրոցում երեխան պետք է սովորի լավ ապրել։ Եվ դրա համար ենք մենք այսօր դպրոց կառուցում։ Արձագանք համեցեք։